Փաշինյանն ասում է, որ քաղաքացիները չանհանգստանան այդ Ռուսաստան արտահանումների հետ կապված, ասում են ոչինչ, դուք այդ մի ավտոբիբարի համար մի անհանգստացեք, մենք կսուբսիդավորենք, դուք կարևորը գնացեք մեզ ընտրեք եւ դա համարում են խաղաղությանը տեր կանգնել։ Ըստ ձեզ, Փաշինյանի կառավարությունը կարող է այնպես անել, որ այս ճգնաժամում գյուղացին չտուժի։ Իմ պատկերացմամբ ինքը թվաբանությունը շատ հեռու է եւ չի տիրապետում, թե ինչ ցավալի արտահանումներ են գնում Ռուսաստան գյուղարտադրանքի։ Հայաստանը ոչ այդ փող ունի, ոչ ինքը այդ հնարավորություն ունի կոմպենսացնելու։ Իդեպ մի քանի օր առաջ հակառակն էին ասում են տեխնիկական հարցեր են, սա հարցերը լուծվելու են։ Մի հայտնի էկոնոմիկայի նախարար ունի ֆուրեր հաշվող։ Նա ասում էր ընդհանրապես հարց չկա, սա հարցերը լուծված են։ Նաև ասում էր դեպի Եվրոպա արտահանումները կշատացնենք, միանգամից գյուղացին չի տուժի։ Այդ մարդիկ ինչ կանեիք այս իրավիճակում։ Այդ մարդիկ ուղղակի գաղափար չունեն, ինչ է նշանակում Եվրոպա գյուղարտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու արտահանել ոչինչ Եվրոպա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են։ Եվ եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես մուտք գործի այդ շուկան։ Շատ դժվար հարց է։